իսկ դուք այսօր եկել եք ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, Հայաստանում որևէ կարծիք արտահայտելը դարձել է քրեորեն պատժելի արարք։ Ես ինձ հետաքրքիր է մեր կանայք ինչ են մտածում, մեր երկրում խոսքի ազատությունը պաշտպանված է, թե ոչ, ինչպես է գնահատում։ Պաշտպանված չի։ Օրենքով ասում են ժողովրդական է, բայց ժողովրդական չի։ Եթե ժողովուրդը ուզում են, ապո ինչի է ապօրինի համար Սամվել Կարապետյանին պահել, որ նա մեղք չունի։ Նա մեծ բարերար է, բոլորին օգնել է ամեն ինչով, այն աղքատի կողքին է եղել միշտ Սամվել Կարապետյանը։ Նրա նման մարդուն նրան պես մարդ աշխարհում երկրորդը չկա։ Նա միակն է։ Բոլորին օգնելով, ամենի կողքին լինելով։ Անձամբ ճանաչում եք պարոն Կարապետյան։ Այո, 10 տարի իր տուն եմ ապրել։ Բարեկամ եք, կասեք ինչ բարեկամ եք։ Ամենից հերո բարեկամը, հա։ Իր դաչայում եմ 10 տարի ապրել, դրա համար լավ ճանաչում եմ ես իրան։ 120 օր ԱԱԾ մեկուսարանում, ինչ սպասելիքներ ունեք այսօր դատարանից։ Ուզում եմ, որ ազատություն, աշտարությունը վերականգնին, ամեղավոր չի, ինչի են իրան ապօրինի նստացել, ինչի համար։ Որ մեղքի համար այդքան բարերարություն, ամեն գյուղերում, ամեն ինչում ինքը բարերար մարդ է եղել, ինքը մեծատառով մարդ է։ Ամեն ինչ կողմով լավ։ Ուզում եմ, որ ազատություն լինի։ Աշտարության համար վախենալ պետք չի։ Այսօր մեր Հայաստանը մարդիկ չեն անցնում։ Կուզենանք եւ համոզված ենք, որ աշտարությունը կհաղթի անպայման։ 20 օր պարոն Կարապետյանը մեկուսարանում։ Դա էլ մարդու համար է, որ մարդիկ հասկանան, որ ամեն ինչի համար են մարդը կարող է դիմանա։ Այսքան լավություն արեց, վատություն բերեց իր դեմը։ Աստված մեծ է։ Կբերի ամենքին իր սրտով, իր դեմ։ Կբերի։ Հաշինյանը բան չի անում։ Ասում են ժողովուրդը վարական երկիր է, բայց այդեն չի։ Ժողովուրդը Սամվել Կարապետյանի կողքին են։ Ինչի՞ է այդեն, թույլ չի տալի ժողովրդին։ Իշխանությունները այնպիսի թեզ են մշակում, ասում են, որ ըստ էության նրանք, ովքեր որ միացել են մեր ձևով շարժմանը, փողի համար են միացել, այլ ոչ թե գաղափարի համար։ Այսպիսի թեզ է մշակում։ Չէ, ծխալա։ Չէ, փողի համար չի։ Մեր ձևով շարժմունը Հայաստանի հայերի համար, հայերին օգնության ամեն ինչում էլ ապահովված է։ Նրան ոչ մի բան պետք չի։ Ինքը ուզում է, որ հայերին օգնություն լինի։